2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մեզ սպասվում է երկրորդ համապետական քվեարկությունն, այս անգամ նոր սահմանադրության վերաբերյալ։ Հիմա հարց, եթե ժողովուրդը նոր սահմանադրության նախագծին ասում է ոչ, ինչ է լինելու, խաղաղությունը չեղարկվում է և պատերազմ է սկսվում, այսինքն մեր անվտանգությունն արդեն կախված է հանրաքվեի արդյունքից։ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի առանձին երկու ինքնիշխան պետությունների միջև կնքված համաձայնագիր, ոչ թե պատերազմից ու շանտաժից հետո պարտադրված սահմանադրական դիկտատ։ Հանրաքվեն չի կարող դառնալ պատերազմի կամ խաղաղության շանտաժի գործիք։ Հայ ժողովրդի այոն կամ ոչը, եթե ասում է շանտաժի ու սպառնալիքի տակ, դա չի կարող կոչվել ժողովրդավարական հանրաքվե, այլ պետական կամքի բռնաբարում։ Իսկ այնտեղ, որտեղ ժողովրդի կամքը փոխարինվում է շանտաժով, երբեք խաղաղություն չի լինում, այնտեղ ծնվում է միայն հերթական պարտությունը, այդ պահից սկսվում է վտանգավոր կախվածությունը և պետականության աստիճանական քայքայումը։